օրվա նախագահի ելույթից հետո այսօր նաև ձեզ հանձնարարական տրվեց։ Ֆինանսական ինչ լրացիչ տնտեսում կամ ինչ է նշանակում տեղափոխել պետական։ Հանձնարարականը շատ բարձր է, հարգելի գործընկերները, որը որ վերաբերվում է ֆինանսների նախարարության մանդատին։ Ներկայումս տեղյակ եք, որ այդ գումարները մի մասը գնում է ոստիկանության արտաբյուջե եւ դրանից հետո պայմանագիր է կնքում Security Dreams-ի հետ, որը որ կատարում է ամբողջ համակարգի սպասարկումը, բարելավումը եւ մնացած այլ գործառույթներ։ Այսինքն մասնավորի գրպանը Դրա մենք ինչ պետք է անենք։ Սա այն քայլերի հաջորդականությունն է, որը հանձնարարված է եւ նախագահի կողմից եւ վարչապետի կողմից։ Մենք գնալու ենք մեր կողմից իրականացվող գործառույթների օպտիմալացման, այն բոլոր գործառույթները, որը որ հնարավոր է, որ մենք մեր ուժերով իրականացնենք, պետությունը իր վրա վերցնի այդ գործառույթները, մենք փորձենք դա իրականացնել։ Արդյունքում կլինի նա, որ այն միջոցները, որը տրամադրվում են մասնավորին, մի մասը գնում է համակարգի պահպանմանը եւ բարելավմանը, դա իհարկե կշարունակի գնա, որովհետեւ այդ համակարգը պետք է պահպանել, այն մասը, որը գնում է որպես շահույթ, դա մեզ մոտ կդիտվի որպես խնայում։ Պարոն նախարար, շատերի մոտ արդեն տեսակետ է, որ այս ամեն ինչը նախընտրական շոու է։ Մեր մասնավորի Խցիկների ժամանակ հիմա ինչ ձևի է լինելու այս վերաբախտը։ Տեսախցիկների նախագահացած նաև հաշվի առնենք սեփականատիրոջ իրավունքները բանակցությունների ընթացքում։ Սա ինչ է ենթադրվում։ Դա ենթադրում է նա, որ մենք պետք է արդար գտնվենք նաև տնտեսվարողների հետ, որովհետև ցանկացած տիպի կառավարության կողմից ստեղման քաղաքականությունը դա ազդակ է նաև այլ տնտեսվարողներին, որ կառավարությունը չարաշահում է իր հնարավորությունները, այսինքն ամեն ինչ պետք է արդար հիմքերի վրա, բայց մյուս կողմից ինչ որ մենք իրականացնել ենք, գաղափարախոսությունը շատ բարձր է, արդեն ասեցի դրա մասին, գումարները գալիս են, դա պետական գալիս է արտաբյուջե, դրանից հետո բաշխվում է Security Dreams-ին, որպես ծառայությունների գնում։ Այդ գումարները մենք ինքներս ենք տնօրինելու եւ նույն ծառայությունները պետությունը Ինչ գումարի մասին է խոսքը մոտավորապես։ Պարոն Արամյան, Գումարների մասին նաև ոստիկանությունը հնչեցրել է իդեպ հարգելի գործընկերներ, ես ձեզ ինչ եմ խնդրում։ Մենք ունենք ինտերակտիվ բյուջե, խնդրում եմ շատ արդյունավետ փորձեք այդ գործիքից օգտվել։ Դա ամբողջությամբ թափանցիկ է։ Այնտեղ դուք կարող եք մտնել ինտերակտիվ բյուջե 2016 թվական հասարակական կարգի եւ դատական համակարգին պահպանման ուղղող ծախսեր։ Ծախսերով եթե գնաք միջև վերջ ճանապարհային ոստիկանությանը, տեղեկատվական համակարգերի միջոցով, ծառայությունների մատուցման եւ վարչահայտական միջոցառումների իրականացման համար տողը նայեք, այնտեղ դուք կտեսնեք նաեւ մանրամասը տեղեկատվություն, պայմանագրերի մասին ինֆորմացիա, գումարների մասին, ինչ որ ասում է, կոնկրետ այսօրվա դրությամբ ծրագրված է շուրջ 12 միլիարդ գումար, որ այդ տողով մենք պետք է ծախսենք, առ այսօր ծախսված է 9 միլիարդ։ Այդ ընկերությունների հետ պայմանագրեր չկային, որոնք փաստորեն փոխում եք ընդամենը մի քանի Ինչ ընկերությունների մասին։ Security Dream-ի ինչպես է փոխվելու պայմանագիրը։ Դրա համար հանձնարարությունը շատ բարձր է։ Նախագահի յուրաքանչյուր խոսքը շատ հստակ էր եւ վարչապետինը։ Մենք պետք է աշխատենք այդ գործընկերների հետ, որ เป զի իհարկե հաշվի առնելով իրենց իրավունքները, բայց մյուս կողմից գանք վերջնական լուծման, որ เป զի նույն ծառայությունները մենք մեր ուժերով իրականացնենք եւ բնականաբար արդյունքում լինի խորհրդակցություն։